Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկման ընթացքում խոսելու ենք պարենի անվտանգության իրավունքի մասին։ Այս թեմայով զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, Յուստուս հետազոտական եւ խորհրդատվական հիմնադրամի տնօրեն Էմիլ Գևորգյանին։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Պարոն Գևորգյան, պարենի իրավունքը ամրագրված է մի շարք միջազգային իրավական ակտերում։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, միջազգային դաշնակներ եւ այլն։ Այն ըստ էության կենսամակարդակի իրավունքի մաս է, որը որ ենթադրում է, որ յուրաքանչյուր անձ պետք է բավարար առողջ սննդի իրավունք ունենա։ Սկսենք աշխարհում ինչպիսի վիճակ է, այնուհետև պրոյեկցենք տեղական իրավակարգավորման դաշտ, արդյոք պաշտպանված է այս իրավունքը միջազգայինորեն, թե ոչ։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի եւ այս կարևոր թեմայի շուրջ խոսելու հնարավորության համար։ Իսկապես մենք ունենք միջազգայինորեն ընդունված բազմաթիվ իրավական ակտեր, որոնք պետք է երաշխավորեն պարենի իրավունքը, սակայն եթե դիտարկենք իրականությունը, մենք այս պահին 2026 թվականի տվյալներով աշխարհում ունենք շուրջ 670 միլիոն մարդ, ովքեր որ պարենային անվտանգության առումով անապահով են համարվում եւ այդ թվում մեծ քանակություն է կազմում հենց սովի խնդիր ունեցողները։ Ներողություն ընդհատելու համար սովի խնդիր ունեցողները ըստ երկրների, թե առանձին ինչ-որ համանիշներով, ցուցանիշներով առանձնացված անձիկ անկախ երկրից։ Ընդհանրապես իրավունքի տեսանկյունից դուք ճիշտ նշեցիք, այո, դա առհասարակ պարենի հասանելիությունն է, որակյալ բավարար քանակությամբ առողջ սնունդ ունենալու հնարավորության մասին ենք խոսում եւ աշխարհի տարբեր երկրներում, հատկապես աֆրիկյան մայրցամաքի երկրներում մենք բազմաթիվ երկրներ ունենք, որտեղ դեռ իրավիճակը շատ վատ է գնահատվում պարենի անվտանգության, ապահովության առումով եւ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր որ առհասարակ չունեն բավարար չափով սնունդ։ Պարոն Գևորգյան, սահմանադրություններում ըստ էության տարբեր երկրների հենց ուղղակիորեն ամրագրված է մի շարք երկրների յուրաքանչյուր ոք ունի պարենի անվտանգության կամ պարենի իրավունք։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում ուղղակիորեն ամրագրված չէ, ելնելով օբյեկտիվ երևի եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց այն կարելի է մեկնաբանել, որ անուղղակիորեն ամրագրված է մարդու իրավունքների համատեքստում, գլխի համատեքստում։ Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ ճյուղային օրենսդրությունը կա առանձին պարենային անվտանգության մասին օրենք, ենթաօրենսդրական ակտեր եւ այլն բավականին զարգացած է։ Կարող ենք ասել, որ գոհացնող է մակարդակը ներպետական իրավական կարգավորման այս իրավունքի հետ կապված, թե դուք առանձնացնում եք ինչ-որ խնդիրներ։ Տեսեք, իրավացիորեն Հայաստանի սահմանադրության 84-րդ հոդվածն է կարծեմ, ամրագրում է, որ յուրաքանչյուր կարիքավոր ոք եւ տարեց մարդիկ ունեն արժանապատիվ գոյատևելու իրավունք։ Դա հենց մեկնաբանվում է, որ պարենի իրավունքը ընդհանուր մարդու իրավունքների համատեքստում արկա է։ Իհարկե, եթե սահմանադրությամբ ամրագրված է եւ կան տարբեր երկրների օրինակներ, օրինակ Բրազիլիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ուկրաինայում այդ օրենքը Նեպալում ամրագրված է սահմանադրությունում եւ դա ենթադրում է, որ պետք է այդ իր արտացոլումը գտնի մյուս օրենսդրական եւ իրավական ակտերում։ Հայաստանի դեպքում չեմ կարծում, որ օրենսդրությունն է խնդիրը, իհարկե ցանկալի է, որ սահմանադրության համատեքստում հենց պարենի կենսամակարդակի իրավունքը ամրագրվի եւ ոչ թե գոյատևելու առումով դա դիտարկվի, բայց ամեն դեպքում մենք դեռ 90-ականներից ունենք օրենք պարենային անվտանգության վերաբերյալ, մենք ունենք 2020 թվականին Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում է հստակ քայլեր նախանշվում պարենային անվտանգություն ապահովելու առումով։ Դրանից հետո նաև այս թեման պարենային անվտանգության համակարգերի զարգացման ռազմավարություն ունենք 2023 թվականին ընդունված, որտեղ եւս այդ թեման մանրամասնորեն նկարագրված է եւ նաև մեխանիզմներ, ինչպես հասցեագրել
խնդիրները, բայց նաև իր ուրախությունն մեզ այդ թեման շատ կարևոր տեղ է գրավել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում, որտեղ այդ բարենի անվտանգության թեման դիտարկվում է նաև որպես արտաքին քաղաքականության մաս, որը բացարձակ ճիշտ տեղադրություն եւ ուղղություն է։ Հարցը մնում է, թե ինչքանով են այդ օրենսդրական փաթեթները եւ այդ օրենքները, ռազմավարությունները իրագործվում եւ ինչպես եւ ինչքանով են նաեւ չափելի արդյունքները։ Շատ բարի, դուք անվտանգության մասին նշեցիք, յուրաքանչյուր երկրի թե ռազմական, թե տնտեսական, այսպես արդյունաբերական անվտանգության մաս է բարենային անվտանգությունը։ Այ արդյոք կարող ենք ասել այն իրավական ակտերը, որոնք կամ այսպես ամբողջ բազան, որ նշվեց, կամ ոչ ամբողջ բազան, այդ համատեքստում բարենային անվտանգություն հասկացությունը լիարժեք տրված է եւ ինչ անելիքներ կան այս իմաստով, որպեսզի, այո, դուք նշեցիք մի բան է իրավական ակտերի առկայությունը, մեկ այլ բան է պրակտիկ գործնական կողմը։ Այդ պետությունները այստեղ ինչ խնդիրներ ունեն կամ ինչ պարտավորություններ շարունակական ունեն, որոնք որ պետք է բարենային անվտանգության այդ ընդհանուր կոնցեպտից բխող ամրապնդման ուղղված լինի։ Մի բան է ներքին օրենսդրությունը, որը ինչպես նշեցի, բավականին լավ վիճակում է։ Մենք ունենք նաև միջազգային պարտավորություններ ստանձնած, սկզբում խոսեցինք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ կետով հստակ նշվում է կենսամակարդակի իրավունքը, բայց նաև 1966 թվականին տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով հստակ սահմանվում է բարենի անվտանգության, բարենի իրավունքի թեման եւ Հայաստանը 1993 թվականից այդ դաշնագիրը վավերացրել է։ Բացի այդ, կան նաև Միացյալ Ազգերի կազմակերպության տնտեսական եւ սոցիալական խորհրդի կողմից ընդունված արձանագրություններ, որոնք որ հստակ սահմանում են, թե պետությունները ինչ պարտավորություններ ունեն։ Այդ պարտավորությունները բխում են ընդհանուր բարենի անվտանգության մասին պատկերացումներից, այսինքն մենք երբ ենք խոսում բարենի անվտանգության մասին, երբ որ առնվազն 4 ուղղություններ մտքում ունենք։ Առաջինը դա բարենի մատչելիությունն է։ Այսինքն յուրաքանչյուր երկրում ենթադրվում է, որ պետք է լինի բավարար քանակությամբ բարեն եւ մատչելի արկա, որպեսզի ես որպես քաղաքացի կարողանամ գնալ համապատասխան սուպերմարկետ, շուկա եւ այլն եւ կարողանամ այդ բարենը ձեռք բերել։ Դա մատչելիություն է առհասարակ, որ կա այդ բարենը։ Մյուս խնդիրը ցանկացած ապրանքի թե խիստ առաջնային սպառման առարկաները։ Հիմնականը իհարկե հիմնականը խոսում ենք առաջնային բարենային մթերքների մասին, հիմնական, այսինքն դա էլ փոփոխական է տարբեր երկրներում, տարբեր է։ Հայաստանի դեպքում կարևոր նշանակություն ունի ցորենը, որտեղ մեր ամբողջ հացի հրուշակեղենի արտադրության հիմքում հիմնականում ցորենն է, բայց նաև կարտոֆիլը, հատիկանդեղենները, մենք ունենք դավարի մսի, հավի մսի, այսինքն բուսական յուղի, դրանք են հիմնական զամբյուղն են կազմում եւ դրանց մատչելիության մասին է խոսքը հատկապես, բայց նաև այստեղ շատ կարեւոր է ու նորից եթե վերադառնանք միջազգային խնդիրներին, այդ իրավունքի հետ կապված բարենի հասանելիությունն է, այսինքն դեռ բավարար չէ, որ շուկայում կա այդ ապրանքատեսակը, բարենը, ես պետք է վիճակի լինեմ որպես քաղաքացի գնել, այսինքն դա նաև իմ տնտեսական վիճակի գնողունակության մասին է, իսկ մենք գիտենք, որ նաև Հայաստանի Հանրապետությունում, բայց նաև COVID-19-ից հետո շարունակվող կոնֆլիկտների համատեքստում մենք անընդհատ ունենք այդ կտրուկ գնաճի դեպքերը, բայց նաև տարբեր երկրներում աղքատության բարձր մակարդակը։ Մենք Հայաստանում էլ 2024 թվականի տվյալներով մոտ 22% աղքատության մակարդակ ունենք։ Այսինքն այստեղ երկրորդ հիմնական հենասյունը բարենային անվտանգության, թե ինչքանով է ինձ հասանելի ես կարող եմ գնել այդ ապրանքը, դա կարևոր մյուս խնդիրն է, որը շատ երկրներում հենց խնդրի պատճառ է։ Երրորդը դա բարենային անվտանգության առումով սննդի ընդհանրապես սննդամթերքի որակը եւ անվտանգությունն է։ Նորից պատկերացնենք, ես որպես քաղաքացի գնացել եմ արկա է բարենը, գնել եմ, կարողացել եմ գնել, հասանելի էր, հիմա բերել եմ ինչ եմ անում եւ ինչ եմ բերել։
Մենք այս մասով էլի ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում ունենք խնդիրներ, հատկապես թունաքիմիկատների եւ այլ նյութերի գերկիրառության պատճառով, սխալ մշակության տեխնոլոգիաների պատճառով, որ շատ դեպքերում նաեւ պահպանության ժամկետների եւ այլնի պատճառով, որ Պարենը միշտ չէ, այն ինչ որ բերել եմ ու պետք է սպառեմ որպես սնունդ, ի սկզբանե անվտանգ չէ, այսինքն ես չեմ կարող շատ դեպքերում վստահ լինել, որ իմ երեխային այնպիսի ապրանք եմ տալիս, որը որ ստուգված անվտանգ է եւ պետք է բավարարի։ Մյուսը, բայց այստեղ շատ կարեւոր է այս թեմայի մասին խոսել սպառողի եւ սպառողի վարքագծի մասին, որովհետեւ անգամ Պարենի արկայության հասանելիության դեպքում սպառողն է որոշում, թե ինչ գնի, ինչ քանակությամբ, ինչպես պատրաստի, ինչպես պահպանի տանը, այսինքն այս են տարական։ Եվ սա շատ կարևոր հարց է, պարոն Գևորգյան, ես հաճախ նկատել եմ սննդի գնման կետերում, որ գնային քաղաքականությունը սպառողի համար հստակ չէ։ Ցուցափեղկում մեկ գինե գնման կետում կարող է դառնալ այլ կետ։ Սա կարծես թե առաջին հայացքից կապ չունի ուղղակի մեր քննարկվող թեմայի հետ, բայց ինչ որ առումով կապ ունի, որովհետև որակ գին հարաբերակցության մեջ խախտվում է այս ամբողջ կոնցեպտը եւ էլի գալիս ենք Պարենի անվտանգության իրավունքին կարծես թե ինչ որ առումով։ Հա, եւ այդտեղ երևի զսպող մեխանիզմների առումով պետքա նորից հետ գնալ այն դաշնագրին, որին որ հում արեցինք, որովհետեւ այդ դաշնագրի եւ այդ արձանագրությունը նաեւ Միացյալ Ազգերի կազմակերպության տնտեսական եւ սոցիալական խորհրդի այնտեղ հստակ սահմանվում է, որ պետությունը պետք է նաեւ ակտիվ միջամտի այն դեպքերում եւ մասնավոր հատվածը իր գործելակերպով կարող է ազդել քաղաքացու պարենային իրավունքի եւ անվտանգության խնդիրների վրա։ Այսինքն այստեղ գործիքակազմը ոչ միայն ներպետական կանոնակարգերով են սահմանված, այլ նաեւ իդեպ Հայաստանը այն ընդհանրապես Եվրասիա մայրցամաքում են քիչ երկրների շարքին է պատկանում եվրոպական երկրների հետ միասին, որը վավերացրել է նաեւ կամընտիր արձանագրություն կա, որտեղ որ նաև քաղաքացիները եւ քաղաքացիների խմբերը, երբ որ իրենց իրավունքները խախտվում են, կարող են հաղորդագրություն ներկայացնել ՄԱԿ-ի համապատասխան խորհրդին եւ իրենք այդ առումով ընթացակարգեր ունեն, այսինքն Հայաստանը նաև համաձայնել է։ Ոչ միայն այս իրավունքի, այլ ընդհանրապես այն պայմանագրային մարմնի շրջանակներում այդ կոլեկտիվ բողոքարկման մեխանիզմը շատ թույլ է զարգացած, թե ՀԿ-ների շրջանակում, թե առանձին անհատների մակարդակով, ցավոք։ Գևորգյան, եթե անդրադառնում ենք Պարենի անվտանգության մակարդակ հասկացությանը, հա, դուք իհարկե նշեցիք այն հենասյունները, որոնք որ ըստ էության բնութագրում են։ Այ ինչ ցուցանիշներ են անհրաժեշտ բացի ձեր նշվածից, եթե իհարկե դրանք ցուցանիշներ ուղղակիորեն դիտարկենք կամ բնորոշիչներ, որոնք որ ըստ էության հստակ կխոսեն այդ օբյեկտիվ անվտանգության մակարդակի ապահովման մասին տվյալ երկրում կամ հակառակը ինքնաբավության ցածր մակարդակի մասին, որը որ այս բարագայում շատ կարևոր է։ Շատ լավ։ Շատ շնորհակալություն, որպեսզի հենասյուների մասը ամբողջական լինի, 4-րդն էլ կարծեմ ու անդրադառնանք ձեր հարցին։ Մենք բացի մատչելիությունը, հասանելիությունը, որակն ու անվտանգությունը նաև շատ կարևոր հենասյուն ունենք, որը վերաբերում է կայունությանը եւ նաև հարմարվողականությանը եւ սա վերաբերում է այն հարցին, որ Պարենը պետք է կայուն կերպով շուկայում արկա լինի, նորից եթե խոսենք առաջնային մթերքների մասին, այսինքն ոչ թե փոփոխական ինչ-որ իրավիճակներ, որ այսօր կա, այդ պարենային մթերքը բաղը չունենք եւ այլն, այսինքն այստեղ նաեւ շատ կարեւոր է։ Իսկ այս խմբի մեջ մտնում է նաեւ միայն սովորական, այսպես ասած, խաղաղ վիճակի առանց ճգնաժամ, ֆորս մաժորային վիճակները հանած, թե նաեւ այդ կոմպոնենտներ են ներառում, որը կարող է ֆորս մաժորին, մենք COVID-19 ենք տեսել, մենք զինված մի խոսքով այդ ամբողջ խումբը ներառվում է, նաեւ այս մասն է կայունությունը, թե միայն խաղաղ պայմաններում այսպես տեսակի պարենամթերքի տեսակի արկայության մասին է կայուն։ Շատ լավ, շնորհակալություն։ Ընդհանրապես Պարենի իրավունքը ձևակերպելուց մենք միշտ խոսում ենք միշտ հասանելիության, ցանկացած պահին հասանելիության մասին Պարենի, այսինքն եթե դիտարկենք ձևակերպումը, այնտեղ նշվում է ցանկացած տղամարդ, կին կամ երեխա
առանձին կամ իր համայնքում ցանկացած պահի պետք է ունենա ֆիզիկական եւ տնտեսական հասանելիություն պարենի կամ անհրաժեշտ միջոցները այդ պարենը ձեռք բերելու եւ դա հատկապես նաեւ ճգնաժամային իրավիճակներում, որը որ կարծում եմ լավ անցում է ձեր նախորդ հարցին, որովհետեւ մինչեւ անցումը ներողություն եմ խնդրում, ինչ որ շատ ստացվեց ընդհատումները, ներողություն, բայց հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք պարենի իրավունքի մասին եւ այս հարցերի, այս իրավունքի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել գյուղատնտեսական գիտությունների թեկնածու միջազգային փորձագետ Յուստուս հետազոտական եւ խորհրդատվական հիմնադրամի տնօրեն Էմիլ Գևորգյանի հետ։ Շարունակելով մեր զրույցը, հիմա անդրադառնանք այդ հարցին, պարոն Գևորգյան։ Շնորհակալություն։ Նախ պարենային անվտանգության համատեքստում մի քանի կարևոր հարցեր կան, որպեսզի պատկերացնենք, թե մենք արդյոք անվտանգ է մեր երկիրը պարենի առումով, թե ոչ։ Այստեղ միշտ դիտարկում են առաջի հերթին պարենի ինքնաբավության հարցը։ Այ մենք խոսեցինք ցորենի մասին։ Եթե տվյալները նորից վերադառնանք տվյալներին եւ նաեւ պետական վիճակագրությանը, մենք կտեսնենք, որ օրինակ 2024 թվականին տեղում ցորենի արտադրությունը մեզ բավականեցրել է ընդամենը 23-24%, այսինքն մնացած մասը մենք ներկրում ենք։ Զգալի մասը։ Այո, դրա հետ կապված էլ հարցն է, պարոն Գևորգյան։ Պարենային անվտանգության իրավունքի կամ այսպես արդյունավետ պաշտպանության տեսանկյունից արդյոք կարևոր չէ այդ սեփական արտադրության, ներքին արտադրության եւ ներմուծվող արտադրանքի բալանսը, որովհետեւ եթե մեր պարագայում մենք գիտենք, այո, դուք եւս մեկ անգամ փաստեցիք, որ ներմուծումը զգալի տոկոս է այսպես կազմում, արդյոք սա խնդիր չի անվտանգության տեսանկյունից երկրի համար։ Միանշանակ խնդիր է եւ շատ կարեւոր է այդտեղ նաեւ նպատակ եւ քաղաքական կամք ունենալ ձևակերպելու, որ օրինակ մենք նպատակ ենք սահմանում ինչ որ ժամկետում ցորենի առումով ունենալ օրինակ 50 եւ բարձր տոկոս ինքնաբավություն։ Սա շատ կարեւոր է, հատկապես ճգնաժամային պայմաններում եւ այլ իրավիճակներում, որ այդ առաջնային մթերքները արկա լինեն, մենք նաեւ պետք է այստեղ մտածենք իհարկե ռազմավարական պաշարների մասին թեմայի, բայց շատ կարևոր է, որ մենք առհասարակ այդպիսի նպատակներ ունենանք սահմանած եւ մյուս հարցը նաեւ անվտանգային առումով շատ կարևոր է արտաքին շուկաների դիվերսիֆիկացումը, այսինքն եթե մենք բացարձակ կախվածության մեջ ենք պարենային այս կամ այն առաջնային մթերքի առումով որևէ գործընկերոջից, շատ հավանական է, որ իրավիճակի ինչ որ փոփոխության պատճառով մենք կարող ենք ուղղակիորեն տուժենք։ Այսինքն այստեղ շատ կարևոր է այդ դիվերսիֆիկացիան եւ կարծում եմ, որ նաեւ հնարավոր ապաշրջափակման համատեքստում այս թեմաները պետքա քննարկվեն եւ նաեւ դիտարկվեն այն հնարավորությունները, որոնք որ բացվում են հաջորդիվ, որպեսզի կարողանանք դիվերսիֆիկացնել եւ այդ առումով ունենալ ավելի պարենային անկախություն, բերեք ասենք, բայց նաեւ ինքնաբավության բարձր մակարդակ։ Մյուս հարցը տեղում արտադրությունն է։ Մենք ցավոք, երբ որ դրա մասին խոսում ենք, անպայման ագրոպարենային համակարգի վիճակի մասին պետք է խոսենք։ Մենք գիտենք, որ Հայաստանում վայելահողերի գրեթե 50%-ը չի օգտագործվում, մենք գիտենք, որ բերքի մեծ կորուստներ են լինում, գիտելիքի պակաս ունենք եւ առհասարակ խնդիր ունենք ագրարային ոլորտում կրթության, գիտության մակարդակի բարձրացման հետ կապված, բայց նաեւ մենք խորհրդատվական, այսինքն այդ գիտելիքը ոնց է հասնում արտադրողին, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողին, ու թերևս երևի օրենսդրական առումով ամենակարևոր խնդիրներից մեկը նաև այդ ոչ ֆորմալ տնտեսվարողների խնդիրն է, որտեղ մենք դաշտից դուրս են մնում։ Այո, մենք տարբեր առումներով լսում ենք բազմաթիվ անգամներ գյուղատնտեսության մեջ ներգրաված մարդկանց տարբեր բնութագրող բառերի մասին, օրինակ ֆերմերներ, բայց իրականում մենք
չունենք որևէ օրենսդրական կարգավորում, որը որ հստակություն է բերում, թե ում մասին է կոնկրետ խոսքը, նույնիսկ թվեր են նշվում եւ նաեւ ոչ միայն պետական, այլ միջազգային գործընկերները թվերը ցիտում են, դրանցով աշխատում են, բայց իրականում մենք չգիտենք, թե մեր ընտանեկան տնտեսությունները, մեր գյուղաբնակ մարդկանց քանի տոկոսն է զբաղվում, ինչ չափով է զբաղվում, ինչպես պետք է մոնիթորինգ իրականացնենք, որպեսզի հասկանանք այդ մարդկանց նաև ինչպես աջակցել։ Այստեղ խնդիրները բազմազան են եւ թերևս նաև ընդհանուր ագրոպարենային համակարգի վերափոխման մասին պատկերացումներն է կարևոր հստակեցնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք տանում։ Դրանք ավելի շատ այսօր կարծես թե օրակարգում խոսում, որ ավելի կանաչ ուղղությամբ պետք է գնան։ Այս օրակարգը ինչ է ներառում ագրոպարենային ռազմավարական բարեփոխումների հետ։ Տեսեք, այստեղ կարևոր է, կարծում եմ, երկու բան՝ կանաչ եւ առհասարակ կանաչի ձևակերպումը։ Ես կարծում եմ, այստեղ կայուն պրակտիկաների մասին ենք խոսում, օրինակ կայուն գյուղատնտեսության մասին, նորարարական լուծումներ, որոնք որ ավելի ճշգրիտ գյուղատնտեսության վարմանն են տանելու, բայց այստեղ շատ կարևոր է կանաչին ավելացնել նաեւ արդարը եւ միշտ խոսել կանաչ եւ արդար անցման մասին, որովհետեւ նորից գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մի մասը թերևս կապված են այն ֆունդամենտի վիճակից, որի վրա մենք կառուցել ենք այդ ոլորտը, իսկ մենք գիտենք նորանկախ Հայաստանում մենք ունեցանք սեփականաշնորհման գործընթաց, որը որ թերևս իմ կարծիքով մեծ անարդարության հիմք դրեց այդ ամբողջ ոլորտում, այսինքն ոլորտը ինքը կառուցված է արդեն ինչ-որ անարդար գործընթացների վրա։ Սկզբանե ոչ ճիշտ ճանապարհով։ Այո, եւ այդ առումով շատ կարեւոր է, տեսեք ինչի են նաեւ շատ հաճախ ցախողում նախաձեռնությունները, հատկապես երբ որ փորձում են գյուղատնտեսությամբ զբաղվողներին ինչ-որ կոլեկտիվ, կոոպերատիվ աշխատանքի բերել, որովհետև կա ի սկզբանե վստահության պակաս, կա ի սկզբանե սոցիալական անարդարության խնդիրների, այո, զգացողությունը, որոնք որ այո, կանաչի հետ զուգահեռ նաև անպայման պետք է այդ վերափոխման գործընթացը արդար կազմակերպել։ Համամիտ եմ ձեզ հետ, այսօր գրեթե բոլոր օրակարգերում, այդ թվում բնապահպանական կանաչի օրակարգում ամեն ինչ գալիս է այդ արդարության, մարդու իրավունքների, մարդահեն այսպես կոնցեպտի շուրջ կարծես թե եւ դա ճիշտ է, որովհետեւ մեկը մյուսից անջատ չի կարող կարգավորվել եւ զարգանալ։ Պարոն Գևորգյան, ինքնաբավության մասին խոսվեց բարենային անվտանգության կամ այդ ինքնաբավության կոնցեպտի մասին։ Ինչքանով կարող է յուրաքանչյուր քաղաքացի, թե սա մասնագիտական հարթակ է միայն պահանջում, այդ ցուցանիշները որոնք են, որ կարողանա որոշել։ Երբեմն կարող են մեզ լսողներ ասել դա անզեն աչքով երևում է, բայց եկեք մասնագիտական տիրույթ նաև մտնել, հասկանալ ինչ անելիքներ կան, ինչ խնդիրներ կան եւ որոնք են ամենակոպիտ խախտումները, եթե կարելի է այս մասով, թե դրանք զուտ այսպես ցուցանիշներ են, որոնց հիման վրա պետք է պետությունը իր ռազմավարական ուղղությունը կառուցելիս հենվի։ Ցուցանիշները կարևոր են եւ ցուցանիշները օգնում են մեզ հասկանալու իրավիճակը եւ նորից պետք է մի ցուցանիշի մասին խոսեմ։ Միացյալ Ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը 2004 թվականին իր հետազոտությունով ցույց տվեց, որ Հայաստանում ազգաբնակության մոտ 20%-ը պարենային անապահով վիճակում է։ Գումարած մենք ունենք մոտ 54% քաղաքացիների կամ բնակչության, որոնք որ գտնվում են պարենային անվտանգության սահմանային շեմին, այսինքն ցանկացած շոկային իրավիճակում, իսկ այդ իրավիճակները հիմնականում 3-ն են՝ կոնֆլիկտ, կլիմայական փոփոխություն, երաշտ եւ այլն, եւ տնտեսական, նաեւ այդ գնաճ, գնողունակություն եւ այլն։ Այսինքն ցանկացած շոկային իրավիճակում այդ մարդիկ մենք ապրում ենք այնպես չի։ Պետք է դեռ վրա հասնի։ Ու վտանգ կա, որ այդ մարդիկ կհայտնվեն այդ սահմանային շեմի մյուս կողմում, այսինքն եթե մի քիչ ավելի թվային պատկերավոր ասենք, Հայաստանում յուրաքանչյուր 10 մարդուց 7-ը շոկային իրավիճակներում պարենային անապահով վիճակում կհայտնվի։ Հիմա ինչ անել։ Մենք այստեղ պետք է նայենք աշխարհի փորձը, բայց նաև էլի վերադառնանք այն միջազգային պարտավորություններին եւ նաև այն տեսլականներին, որոնք որ սահմանված են մեր ներպետական կանոնակարգերով։ Նախ այստեղ շատ կարեւոր է
պատկերացնել, թե ընդհանրապես ոնց ենք չափում մեր արած գործի արդյունքը, այսինքն այստեղ բացի հաշվետվողականությունից, թափանցիկությունից, մասնակցայնությունից, որոնք որ ի սկզբանե պետք է գործընթացի հիմքում լինեն, շատ կարևոր է ունենալ մոնիթորինգի հստակ մեխանիզմներ, որպեսզի կարողանանք հասկանալ այս կամ այն պետական կառույցի ներդրած ծրագրերը արդյոք հանգեցնում են այդ իրավիճակի փոփոխությանը եւ ովքեր են անում այդ մոնիթորինգը։ Այստեղ թերևս քաղաքացիական ներկայացուցիչները կարևոր դերակատարություն պետք է ունենան եւ կան այդպիսի փորձեր աշխարհում։ Բայց բան Գևորգյան կներեք իհարկե, բայց պետք է ընդհատեմ եւ հիշեմ այս վերջերս մի հրատարակություն կար, որը որ պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ էր բարձրաձայնում, չգիտեմ այդ կազմակերպությանն էլ լավ չեմ ճանաչում ցավոք, բայց նույն խնդիրներ էր որակի հետ կապված բարձրացվում են։ Այս սրան համարժեք ընթացք տրվեց, նույն քաղաքացիական ձայնը հասցվեց թեկուզ ինչ որ մակարդակի կամ բոլոր հարցերը մի կողմ հետազոտության, այսպես հիմնական ռեկոմենդացիաների ճշգրտությունը կամ հիմքում արված հետազոտության այս խնդիրը դեռևս մենք ունենք, այսինքն մեզ թվում է թե այսօր պետություն քաղաքացիություն բավականին մտերմացած, այսպես կոնստրուկտիվ են աշխատում, քան նախկինում, բայց ելի խնդիրներ կա արդյոք այն որ հետազոտական արդյունքները, որոնք այնքան էլ չի բավականացնում մեր բոլորիս ցանկությանը, օգտագործվում է պատշաճ թե ոչ։ Այստեղ նախ առհասարակ պետք է փորձենք այս ոլորտում եւ ոչ միայն այս ոլորտում միշտ մտքում ունենալ գիտելիքահեն քաղաքականություններ մշակելը եւ այդ գիտելիք ստեղծող կառույցները, որոնք որ նաեւ գիտական, հետազոտական, քաղաքացիական մեջ նաեւ ոչ պետական կառույցները պետք է կարողանան նախ անաչառ լինել, որովհետեւ իրենց մանդատն է հենց իսկապես իրականացնել հետազոտություն, որը ուղղված է հասարակության զարգացմանը, մարդու առողջության խնդիրների լուծմանը եւ կարողանան այդ լուծումները նաեւ ճիշտ հասցնել քաղաքական որոշում կայացնողներին, որտեղ եթե մենք ունենք 80 էջանոց որևէ հետազոտություն, որը որ շատ մանրամասն ինչ որ խնդիր է ձևակերպում, ես կարծում եմ որ քաղաքական գործիչների համար շատ կարեւոր է ունենալ 1-2 էջանոց ինչ որ համառոտ փաստաթուղթ, որը որ կօգնի հստակ տեսնել խնդիրը եւ լուծումները։ Եվ այդ առումով հասարակությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են իսկապես կարևոր շարժիչ ուժ լինել, հատկապես ես հիմա հիշեցի Բրազիլիայի փորձը, որտեղ որ պետություն քաղաքացիական համագործակցության արդյունքում, օրինակ նույն պարենային անվտանգության խնդիր լուծելու համար, պարենի իրավունքը իրացնելու համար ստեղծվեց պարենի իրավունքի եւ անվտանգության խորհուրդ, որը որ տեղակայված էր Բրազիլիայի նախագահի հենց այդ կառույցի ինստիտուտի կազմում եւ այնտեղ ներկայացված էին 20-ից ավել պետական կառույցներ, բայց նաեւ 40-ից ավել հասարակական սեկտորի ներկայացուցիչներ եւ այդ կառույցը խորհրդատվական դերակատարություն ուներ եւ նաեւ մոնիթորինգ էր անում, թե ինչը ոնց է իրականացված։ Արդյունավետ փոխգործակցության մոդելը Արդյունավետ այնքանով, որ Բրազիլիայում հնարավոր եղավ բանի անապահովության մակարդակը իջեցնել 5%-ի, այսինքն դա չափելի արդյունք է։ Մենք եւս կարծում եմ, որ առաջնային է նախ այդ մոնիթորինգի առհասարակ նայելու լավ եւ վատ փորձը նաեւ ցախողված նորարարությունները գնահատելու հարցն է։ Մյուսը մենք խոսեցինք այդ մարգինալ բարենով ապահովվածների մասին, այսինքն մենք պետք է ունենանք արագ արձագանքման մեխանիզմներ շոկային իրավիճակներում կանխարգելելու այդ իրավիճակների ազդեցությունը։ Այդ առումով շատ կարեւոր կլինի օրինակ միջոլորտային հարթակի ստեղծումը, որտեղ որ ոչ միայն էկոնոմիկայի, բնապահպանության, այլ նաև գուցե ներքին գործերի արտակարգ իրավիճակներում արձագանքելու, նաև եղանակային պայմանների կանխատեսման, այսինքն այստեղ տարբեր ոլորտներից գիտելիք պետք է լինի, որպեսզի կարողանանք համատեղ արագ կանխարգելել այդ իրավիճակները։ Դա օրինակ մի գործիք է, բայց նաև դա վերաբերում է նույն պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար ագրոպարենային համակարգի խնդիրները լուծելու հետ կապված նման հարթակների ստեղծմանը։ Պարոն Գևորգյան, պարենի իրավունքի խախտումը
վերցնենք ցանկացած իրավունքի խախտում, որը որ ոտնահարումից, խախտումից հետո ենթադրում են որոշակի գործողություններ։ Այս մասին նաև կա նույն ՄԱԿ-ի շրջանակներում համապատասխան ընդհանուր մեկնաբանություն ընդունված եւ այլն։ Այս կոնտեքստում խախտումներին ինչպեսի ընթացք պետք է տրվի, արդյոք դա գնում է սովորական իրավունքի, այսպես պաշտպանության ճանապարհով, թե սա հենց այդ նույն ձեր նշված կոլեկտիվ հնարավորությունն է դիմելու ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեների ընթացակարգերով սահմանված մեխանիզմներին, ինչ պետք է արվի այդ խախտումներին օպերատիվ արձագանքելու եւ դրանց պաշտպանությունը գտնելու առումով։ Տեսեք, Բարենի իրավունքի առումով նախ պետք է արձանագրել, որ շատ կարևոր է, որ այսօր մենք ունենք այդ հնարավորությունը առհասարակ այդ էքզիստենցիալ այլ անվտանգային իրավունքների շարքում խոսել Բարենի իրավունքի խնդրի մասին եւ այստեղ մի կողմից առհասարակ նաեւ Միացյալ Ազգերի կազմակերպության այդ նշված կանոնակարգերով նախ առաջի գործողությունները ներպետական ընթացակարգերով այդ խնդիրները լուծելն է եւ դրա համար մենք ոնց որ արդեն նշեցինք ունենք օրենսդրական շրջանակ շատ կարեւոր կլինի որ այդ մասով այո այդ մասով նաեւ նորից հասարակությունը բայց նաեւ քաղաքացիները կարողանան արձագանքել իսկ դրա համար պետք է նաեւ իրազեկված լինեն այսինքն հստակ մի կողմից իրավունքը իրացնողների եւ այդ իրավունքը կրողների մասին է եւ կրողների շրջանում էլ իրենք պետք է իմանան որ իրենք այդ իրավունքը ունեն ես հիշեցի Գերմանիայում 2019 թվականին կարծեմ Սահմանադրական դատարանը հենց այդպիսի մի իրավիճակ կար, որ քաղաքացուն ինչ որ պետական պատժիչ մեխանիզմով որոշել էին, որ էլ պետքա ինչ որ նպաստի տեսակ դադարեցնեն եւ Սահմանադրական դատարանը հստակ որոշում էր ներկայացրել, որ պետությունը չի կարող պատժի մեխանիզմ որպես կենսամակարդակի իրավունքը ոտնահարել։ Այսինքն մենք նման միջադեպեր Հայաստանում կարծես թե դեռ չունենք, բայց շատ կարևոր կլինի որ քաղաքացիները նաև բարձրաձայնեն այդ խնդրի մասին եւ նաև քաղաքացիական հասարակությանը վերադառնանք իրենք այստեղ կարևոր գործ ունեն ու եթե սպառվում են այդ ներպետական ընթացակարգերը ոնց որ արդեն նշեցինք մենք ունենք նաև ստանձնած պարտավորություններ եւ հատկապես այդ կամ ընտիր արձանագրությանը միանալը, բայց նաև տնտեսական սոցիալական խորհրդի արձանագրությանը միանալը եւ մյուս ընթացակարգերին միանալը մեզ օգնում է, որ նաև այդ խնդիրների մասին բարձրաձայնվեն այլ հարթակներում եւ այնտեղ նաև կան մեխանիզմներ լսումների եւ այլն Այսինքն սա երաշերտ մոտեցում է պահանջում պետություն, քաղաքասարակություն եւ անհատական ջանքեր։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Գևորգյան եւ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք Բարենի իրավունքի մասին, Բարենի անվտանգության խնդիրները շոշափելով եւ այլ հարցեր, որոնց մասին եթե դուք բաց թողեցիք այսօրվա մեր հաղորդման ընթացքը կարող եք լսել եւ տեսնել Arm Radio.am հանրային ռադիոյի եթերում Եվ հիշեցնեմ մեր հյուրներ միջազգային փորձագետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, Յուստուս հետազոտական եւ խորհրդատվական հիմնադրամի տնօրեն Էմիլ Գևորգյանը, շնորհակալություն պարոն Գևորգյան։ Ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։